Հարգելի հեռուստադիտողներ, ես նշեմ, որ Լոս Անջելեսի մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էստեր Դեմիրճյանին, բարև ձեզ Տիկին Դեմիրճյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը զբաղվում է մանկական քաղցկեղի հայտնաբերման եւ բուժման գործով եւ առաջին հարցը իհարկե որ ես ձեզ պետք է տամ թվերի մասին է կարդալով հաշվետվությունները եւ դիտելով ձեր հարցազրույցները ես եկել եմ այն եզրահանգման որ հիվանդությունը երիտասարդանում է ժամանակի ընթացքում հաշվի առնելով տենդենսները հիվանդությունների այլ հիվանդությունների շատ լինելը բայց միևնույն ժամանակ շնորհիվ Ժպիտների քաղաք հիմնադրամի Հայաստանում միջին թվաբանականը չի փոխվում, այսինքն թիվը չի աճում։ Ինչ կասեք այդ մասին եւ ինչ թվերի հետ մենք գործ ունենք այս պահին։ Շնորհակալ եմ նախարարի համար, շատ հաճելի է լինել նորից Alpha News-ի տաղավարում, քանի որ մենք արդեն կարծում եմ շատ լավ համագործակցային հարաբերությունների մեջ ենք, որտեղ վերջերս էլ հայաստանյան ձեր գրասենյակում էինք հյուրընկալվել։ Շնորհակալ եմ հրավերի համար, հիմա էլ Լոս Անջելեսյան տաղավարում լինելու համար։ Ինչ վերաբերում է City of Smile-ին, այո, ճիշտ նշեցիք, հիմնադրամի հիմնական առաքելությունը դա քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալն է կամ բուժումն ապահովելն է, որպեսզի որևէ երեխա Հայաստանում այսօր զուրկ չմնա բուժման հնարավորությունից, զուտ միայն այն պատճառով, որ ընտանիքը հնարավորություններ չունի այդ բուժումը ապահովելու եւ հիմնադրամը ֆինանսավորում է մինչև 25 տարեկան երեխաներին եւ երիտասարդներին բնականաբար ամբողջությամբ հոգալով ծախսերը, այսինքն այսօր ընտանիքը իսկապես նույնիսկ 1000 դրամ կարիք չունի ծախսելու երեխայի բուժման վրա։ Ինչ վերաբերվում է հայտնաբերմանը կամ ավելացմանը, իրականում շատ տարբեր են դրա շուրջ քննարկումները եւ հիմնականում քննարկումները գնում են ամբողջ աշխարհի մասին, խոսքը ոչ միայն Հայաստանի, որ ավելի շատ ոչ թե շատանում է, այլ ավելի շատ հայտնաբերվում է եւ դրա համար քանակները ավելի մեծ են տարից տարի։ Իհարկե դա դեռ վիճելի է եւ տարբեր մասնագետներ այլ կերպ են, տարբեր կերպով են դա մեկնաբանում, բայց այնուամենայնիվ կա այդ վարկածը նաեւ, որ ոչ թե հենց ինքը հիվանդությունն է շատանում, այլ հայտնաբերման հնարավորություններն են ավելի շատ, ավելի վաղ են հայտնաբերվում, ավելի հաճախ են հայտնաբերվում։ Ի ուրախություն մեզ բոլորի պետք է ասեմ, որ Հայաստանում ինչ վերաբերում է երեխաներին, մենք ունենք շատ բարձր բուժելիության ցուցանիշներ։ Այսօրվա դրությամբ մենք ունենք շուրջ 70-75% բուժելիության ցուցանիշ երեխաների շրջանում, որը մեր նման երկրի համար իսկապես բավականին բարձր է եւ դա նորից եմ ուզում շեշտեմ միմիայն նրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք մեր բարերարների, մեր աջակիցների, մեր հովանավորների շնորհիվ ապահովել բոլոր երեխաներին անհրաժեշտ բուժումով եւ անհրաժեշտ խնամքով եւ մեզ համար իսկապես շատ կարեւոր է այդ հավասարության նշանը, որ իսկապես բոլոր երեխաները ունենան այդ խնամքի եւ այդ բուժման հավասարաչափ հնարավորությունները, ոչ թե ինչ որ մեկը կարող է ծնողները միգուցե ավելի կապեր ունեն, հնարավորություններ ունեն, այդ երեխային ավելի շատ բան են հնարավոր լինում ձեռք բերել կամ գնել, իսկ մյուսներին ոչ։ Մեզ համար իսկապես այս վերջի 7-8 տարվա մեր գործունեության երևի կարևորագույն հիմնաքարերից մեկը հենց այդ հավասարության նշանն էր, որ կապ չունի երեխան որտեղ է ծնվել, ծնողները ով են, բարեկամները ով են, պիտի ստանա նույն ձևի հնարավորություն պայքարել հիվանդության դեմ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ կան այնուամենայնիվ այլ խնդիրներ, որոնք միգուցե միշտ չի հաջողվում հաղթահարել, բայց ամենայն դեպս մենք մեզ համար, բոլորիս համար, ծնողի համար, բժշկի համար մենք ունենք այն խղճի հանգստությունը, որ մենք իսկապես ապահովում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, իսկ բնականաբար մնացածը արդեն բնության ձեռքում է։ Բնության ձեռքում է, ասացիք, այստեղ մի հարց է առաջանում, անընդհատ ի հայտ են գալիս նոր հիվանդություններ, որոնք որ տարբեր փորձագետներ ասում են, որ այս հիվանդությունը կարող է տանել քաղցկեղի, պետք է
վախենալ դրանցից եւ առհասարակ ինչ են ցույց տալիս հետազոտությունները, արդյոք հենց այդ նորահայտ հիվանդությունները, որոնք որ հիմնականում կապված են հոգեբանական խնդիրների հետ, կարող են տանել քաղցկեղի եւ ինչից պետք է զգուշանան, ինչ հետազոտություններ կան այդ տեսանկյունից, որոնք որ վերաբերում են հենց կոնկրետ մանկական քաղցկեղին։ Նայեք, իրականում ես իհարկե բժիշկ չեմ, դա էլ ասեմ, բայց ինչ վերաբերվում է մանկական քաղցկեղին, այնուամենայնիվ չկա այն պատճառահետևանքային հստակ ցուցումը, որը օրինակ երբեմն լինում է մեծահասակների պարագայում, հա, այսինքն մենք գիտենք, որ ծխելը բերում է քաղցկեղի կամ օդի աղտոտվածությունը կամ սխալ սնունդը կարող է բերել քաղցկեղ, բայց երեխաների դեպքում մենք այդ հստակ ցուցանիշները չունենք, որտեղ ի վերջո օրինակ 6 ամսական երեխայի պարագայում որն է պատճառը եւ դա էլի եմ ասում ամբողջ աշխարհում է։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ որ բաներից վախենալ, չվախենալ, դա կարծում շատ անձնական որոշում է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, որ ուզում են այդ ամենը եւ բոլոր պոտենցիալ վտանգները իմանալ իրանց կյանքի մասին եւ հակառակը կան մարդիկ, որոնք ասում են դա ինձ մոտ մշտական վախ առաջացնելու, եթե ես իմանամ, որ օրինակ ես ունեմ 30% հավանականություն քաղցկեղ ունենալու։ Դրա համար դա կարծում եմ իհարկե անձնական որոշում է, բայց դրա հետ մեկտեղ իհարկե ոչ մեկ չի բացառում այն փաստը, որ պարտադիր է անցնել սկրինինգներ, պարտադիր է անցնել տարեկան կամ ինչ որ մի ժամանակաշրջանը մեկ ստուգումներ եւ ամեն դեպքում պահել ձեռքը պուլսի վրա, որովհետև միշտ էլ վաղ շրջանում կանխարգելելը կամ նույնիսկ բուժելը ամենայն դեպս քաղցկեղի դեպքում շատ ավելի հեշտ է եւ շատ ավելի մատչելի է եւ շատ ավելի արագ է, քան երբ ախտորոշումը տեղի է ունենում ուշացած։ 2024 թվականին ըստ ձեր տված հարցազրույցի եւ հաշվետվության 139 դիագնոզ է հայտնաբերվել, այո, դա 24 թվականի։ 25 թվականի վերաբերյալ ինչ որ թվեր կան այս պայդրությամբ եւ եթե կան ինչ թվեր են, որ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ, որ ուղղությունն է մտահոգիչ, որ տարիքային խումբն է ավելի թիրախային ըստ հետազոտությունների։ Անկեղծ ասեմ, մենք ունենք վերջի երևի 7 տարվա մեր ցուցանիշները եւ այնպես չի, որ թվերը նույն ձևաչափով են կրկնվում ամեն տարի։ Ունենում ենք տարի, որ ավելի շատ են նոր դիագնոզվող երեխաներ, ունենում ենք տարի, որ ավելի քիչ են։ Բայց ընդհանրացնելով, եթե ասեմ, երևի մեր շահառուների 30%-ը դա 18-ից 25 տարեկան երեխաներն են, մնացածը ավելի փոքր։ Մեր շահառուների, բայց այստեղ նշեմ, որ մեր շահառուները հանդիսանում են Հայաստանի բոլոր երեխաները եւ երիտասարդները մինչեւ 25 տարեկան, այսինքն մենք ընտրովի չենք ֆինանսավորում եւ դա է մեզ մոտ ամենակարևոր նաեւ էլի հիմնակարերից մեկը, որ միակ բանը, որով մենք ընտրում ենք շահառու, դա դիագնոզն է եւ տարիքը։ Այսինքն, երբ որ ես ասում եմ մեր շահառուների, դուք պատկերացրեք, որ դա ամբողջ պոպուլյացիան է վերցնում այդ երեխաների։ Երևի 25-ից 30%-ը նորից այդ երեխաների գալիս են Երևանից, հենց մնացածը գալիս են մարզերից։ Եվ այդ էլ նշեմ, որ Յոլյանի անաբանական կենտրոնում գտնվող մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնը միակն է Հայաստանում, այսինքն յուրաքանչյուր երեխա, որը պիտի անցնի քաղցկեղի բուժում, պիտի անպայման գա հենց այդ հիվանդանոցը։ Եվ ցուցանիշները շատ տարբեր են ամեն տարի, բայց դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ ինքը ալիքաձև է, այնպես չի, որ մի տարի մենք կարող ենք ունենանք 140-ից 150 նոր դիագնոզված երեխա, հաջորդ տարի դա կարող թիվը դառնա 110-120, բայց միջինացված մենք ամեն տարի շուրջ 120-ից 130 միջինացված ենք ասում, երեխա ենք նոր դիագնոզված դիմումներ ենք ունենում եւ տարվա ընթացքում մենք ֆինանսավորում ենք 250-ից 260 շահառու, դա իհարկե բնականաբար նախորդ տարվանից եկող երեխաներն են եւ այն երեխաները ում մոտ կրկնվում է հիվանդություն, որտեղ մեր որպես հիմնադրամի համար նրանք չեն համարվում նոր դիագնոզվող, այլ համարվում են երեխաներ, որոնք արդեն մեր այդ փուլով անցած են, այսինքն առաջնակի դիագնոզվող հիվանդ չէ։ Իսկ Հայաստանի վերաբերյալ հասկանալ, իսկ Միացյալ Նահանգներում բազմաթիվ հայեր են ապրում, հայ երեխաներ են ապրում, իսկ Միացյալ Նահանգների վերաբերյալ որևէ տվյալ բնականաբար հաշվի առնելով Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը, ֆինանսական ռեսուրսները եւ այլն, բնականաբար այստեղ երեխաների շրջանում բուժման ցուցանիշները հասնում են մինչեւ 90%, որը իհարկե շատ երանելի եւ երազելի տարբերակ է մեր համար, բայց ես կարծում եմ մենք այդքան էլ հեռու չենք, այսինքն եթե մենք համեմատենք
մեր ունեցած բյուջեն եւ այն գումարները, որը Միացյալ Նահանգներն է ծախսում հենց այդ հետազոտական ծրագրերի եւ բուժման վրա, իհարկե մենք բավականին լավ դիրքում ենք գտնվում, բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք շատ լավ համագործակցային հարաբերություններ ունենք թե եվրոպական լավագույն հիվանդանոցների եւ թե Ամերիկայի լավագույն հիվանդանոցների, ինչպիսին է օրինակ St. Jude մանկական քաղցկեղի հիվանդանոցը, որտեղ մենք եւ գիտելիքի եւ փորձի փոխանակում ունենք իրենց հետ միասին, որը այն հսկայական գումարները, որոնք այս երկիրը ծախսում է հետազոտությունների վրա եւ ունենում է արդյունք, այդ արդյունքը հետո մեզ հետ անվճար հիմունքներով, այսպես ասած, կիսվում է, որը իսկապես էլի բավականին մեծ առավելություն է։ Եվ հենց այդ տեսանկյունից ես չեմ կարող ուղղակի չնշել այն հանգամանքը, որ մենք խոսում ենք Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում բուժման բարձր թվերի մասին եւ առհասարակ վերաբերմունքին առողջապահության նկատմամբ, որովհետեւ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես Հայաստանը պայքարեց կորոնավիրուսի դեմ, ցուցանիշները, թվերը եւ այն մոտեցումը, որը ցույց տվեց Հայաստանը, արդյոք կա ինչ որ հույս, որ առաջիկայում գոնե առողջապահության մանկական քաղցկեղի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությունում կլինի այնպիսի բժշկական առողջապահական մարմին, որը ավելի պատասխանատվությամբ կմոտենա այդ հիվանդություններին, որովհետև կորոնավիրուսի ժամանակ ասում են, որ դե վիրուս է ուղղակի, հետո եղավ այն ինչ եղավ, թվերը ուղղակի սահմռկեցուցիչ էին եւ պայքարի մեթոդները եւս ինչպես է ստացվում համագործակցել Հայաստանում, երբ որ կա նման վերաբերմունք, ասեմ, մատների արանքով, կա փորձը, որ մատների արանքով են նայում լուրջ հիվանդություններին, ինչպես է ստացվում համագործակցել Հայաստանում եւ ձեռք բերել գործընկերներ, որոնք որ հովանավորներ, որոնք որ ներդրումները կատարում են։ Իրական ես ձեզ ասեմ, իմ կարծիքով մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում բժշկական ոլորտի երևի ամենազարգացած եւ ամենաառաջադեմ ոլորտներից մեկն է, որովհետեւ իսկապես մեր բոլոր բժիշկները կամ բժիշկների մեծ մասը մանկական ուռուցքաբանության բավականին լուրջ աշխատանք են տանում իրենց ինքնազարգացման, հանդիսանում են միջազգային բազմաթիվ խմբերի, ինչպես ղեկավարներ, այդպես է մասնագիտական խմբերի մասին է բնականաբար խոսքը, անընդհատ իրականացվում են փորձի փոխանակումներ, վերապատրաստումներ, որոնք ամիսներ են տևում միջազգային լավագույն նորից հիվանդանոցներում։ Դրա համար այդ առումով ինչ վերաբերում է մանկական քաղցկեղի եւ դա ես միակ ոլորտն եմ, որի մասին կարող եմ կարծիք կազմել, որովհետեւ բնականաբար մյուս ոլորտների հետ շատ շփում չունեմ, բայց այն արդյունքը եւ այն նվիրվածությունը եւ որակը եւ որ մենք տեսնում ենք եւ որի մասին մենք լսում ենք եւ մեր գործընկերները գալիս են դրսից եւ ասում են այն ինչ որ մենք տեսնում ենք, մեզ համար զարմանալի է, որ այս աստիճանի այսքան առաջադեմ մանկական ուռուցքաբանություն մեզ համար իսկապես շատ ոգևորիչ է եւ այն, որ այսօր մեր երեխաները իսկապես բուժվում են այն նույն պրոտոկոլներով կամ ուղեցույցերով, որով որ կբուժվեին Գերմանիայում կամ Ամերիկայում, դա արդեն բավականին լուրջ առաջադիմություն է։ Մենք էլ որպես հիմնադրամ պարտավոր ենք այդ նույն ուղեցույցների համապատասխան ապահովել դեղերը եւ բուժման կարիքները, որպեսզի բժիշկները կարողանան իրենց այդ լավագույն աշխատանքը իրականացնել։ Իսկ դա էլ իր հերթին իրականանում է միայն մարդկանց վստահության, աջակցության եւ նվիրատվությունների շնորհիվ։ Շնորհակալ եմ Տիկին Դեմիրճյան մեր տաղավար գալու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նեստեր Դեմիրճյանը եւ մինչեւ խոսքը Երևանին փոխանցել, ասեմ, որ մեզ մոտ Լոս Անջելեսում տեղի ունեցավ նաեւ տեղի կունենա ամսի 25-ին։ Ինչպես? Ամսի 25-ին տեղի կունենա։ Լսում եմ, ասեք այդ ամսի 25-ին։ Ամսի 25-ին մոտակա շաբաթ օրը տեղի կունենա բարեգործական ընթրիք, որի նորից նպատակը բնականաբար բարեգործությունն է, որի նպատակն է նորից աջակցել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին, ապահովելով նրանց անհրաժեշտ բուժմամբ եւ խնամքով, եթե կլինեն ցանկացողներ մասնակցել այդ երեկոյին, դեռ մի քանի տեղ ունենք, կարող են կապնվել ինչպես City of Smile-ի էլեկտրոնային փոստի միջոցով info@cityofsmile.org կամ գրել մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Շնորհակալություն շատ։